Նա որոշեց Դավիթ որդու որպես մանտարի վերցնի մատուցան ձեռքերի վրա մահվան խաչիչը ու ամեն նրա հավատացող ձեռքերի հետ հանցանքները ջնջի և հավիտենական կյանք ունենա Հրեաստանի Բեթլեհեմ քաղաքում։ Հիսուս Քրիստոս միակ խոստացված փրկիչն էր, որի զորու էր վերցնելու համայն մարդկության մեղքը, քանի որ մեղքի վարձքը մահ էր։ Նա միակն էր, որ ինձ ու քեզ ազատ արձակեց անեծքի գերությունից, տվեց իշխանություն իր որդիները լինելու։ Տեր Հիսուս միակն էր, որ հանուն ինձ ու քեզ թողեց երկնային փառքը, լինելով թագավորների թագավոր, տերերի տեր, նսեմացավ, խոշտանգվեց, որպեսզի կատարվի նրա կամքը, փրկության ծրագիրը։ Նա ոչ մի բանի առաջ կամք չարավ, մինչև իսկ խաչի մահ։ Ասում են, իրի արժեքը բոլոր ժամանակներում որոշվում է նրա համար վճարած գնի մեծությամբ։ Հայր Աստված ոչ մի բանի առաջ կամք չարավ և մեր փրկության համար վճարեց իր միակի Քրիստոսի արյունով։ Քահանաները որոշում են կայացնում, որ Հիսուսին մահվան է դատապարտել։ Նրանք Հիսուսին տանում են հռոմեական կուսակալի Պոնտացի Պիղատոսի մոտ։ Եվ թեպետ Պիղատոսը գիտակցում էր, որ ոչ մի հանցանք չկա Հիսուսի մեջ, այնուամենայնիվ նա հանձնվեց մարդկանց ցանկությանը, ովքեր բարձր աղաղակում էին խաչիր նրան, և կատարվեց։ Նա հոժարական կանգնեց խաչին։ Երբ մարմինը դրվեց գերեզմանի մեջ, քահանաների և փարիսեցիների առաջնորդությամբ, Պիղատոսը հրամայեց զինվորներ կարգել գերեզմանը զգուշությամբ հսկելու համար։ Եվ ահա քահանաները գնացին և գերեզմանը հսկողության տակ առան, քար կնքեցին և զինվորներին նշանակեցին որպես պահակ։ Եվ ահա բացվեց մռայլ գիշեր։ Այն շաբաթ օրը երեկոյից հետո, երբ կիրակին էր սկսվում։ Այսինչ երկիրը, այսինչ մարդիկ են այս հրյաները գրողը տանի, ով է տեսել պահապաններ կարգել գերեզմանում։ Գայլոս, լսում ես ինձ, հեյ, քնել ես ինչ է։ Աչքերս սանրացել են, Մարկոս, արդեն երկու գիշեր այստեղ ենք։ Հուսով եմ Պիղատոսի հրամանը չես մոռացել, Գայլոս, լսում ես ինձ, աշկերը 4 տարակ, ինչ մնաց, շուտով կլուսանա։ Բայց ես այդպես էլ չհասկացա, թե ինչին է նրանց պետք այս մեռածրյանը, և թե ինչու են քեսքում այս գերեզմանը։ Պատճառն այն է, Գայլոս, որ քահանաներն ու փարիսեցիները պնդում են, թե նրա աշակերտները որոշել են գողանալ Հիսուսի մարմինը, և հետո ամբողջ աշխարհին տարածեն, թե նա երրորդ օրը հարություն է արել։ Երրորդ օրը։ Բայց Մարկոս ախր այսօր հենց երրորդ օրն է, լսիր։ Վեր տուր, հետո ինչ որ երրորդ օրն է։ Բայց հիշիր, Մարկոս, Գողգոթայում երկեսոն երկինքը մտնեց։ Հետո ինչ որ երկինքը մտնեց, հանգստացիր, վախեցել ես ինչ է։ Ինչ է, երկրաշարժն չես հիշում։ Վեր տուր, ծնդել ես ինչ է։ Չգիտեմ, Մարկոս, չգիտեմ, այստեղ ինչ որ բան այն չէ։ Լսիր, եթե իսկապես հարություն անի։ Գայլոս, երևում է իսկապես խելքը թրծրել ես։ Նույնիսկ մեր կայսրերը աստվածներ լինելով հարություն չեն արել։ Ինչ ես կարծում, հա՞։ Այս խեղճ ու կրակ հրյան հարություն կարմիր է, ասա։
սիրում եմ քեզ Տերիմ, Պետրոս, Հովանես, հիշում եմ ինչ իրանելի ժամանակները, երբ բոլորս միասին էինք, բայց ոչ, մենք միշտ չհասցրինք մեր տիրոջ մարմինը օձել, այս լուսաբացը ինչու այսքան ուշանում, ժամանակը ասես կանգ է առել, ես էլ չեմ կարող, ես էլ ուժ չունեմ, սիրտս կարծես այրվում է կարոտից, տարավանքը շատ է մեծ, և կարոտն է ինձ տանջում, աղմարել է հույսը ինչ անեմ ես, ինչպես ապրեմ հիմա, աղ ինչպես ապրեմ ես առանց նրա, չէ որ նա է հոգուս կյանք տվել, էլ ոչինչ չունեմ ես առանց նրա, սիրտս լի է ցավով, նա հանեց ինձ խավարից, սիրտը իմ լցրեց սիրով, աղ ինչպես ես դիմանամ, իմ տիրոջը նրան խաչեցի, աղ ինչպես ապրեմ ես առանց նրա, չէ որ նա է հոգուս կյանք տվել, էլ ոչինչ չունեմ ես առանց նրա, սիրտս լի է ցավով, աղ ինչպես ապրեմ ես առանց նրա, էլ ոչինչ չունեմ ես առանց նրա, աղ ինչպես ապրեմ ես առանց նրա, էլ չունեմ ես առանց նրա, ինչպես ապրեմ առանց քեզ Տերիմ, չէ որ դու ես պետք է իմ կյանքը, Լույսը կարծես բացվում է, գնամ գերեզման, գնամ իմ տիրոջ մոտ, քարը, քարը, ոչ, քարը կլարված է, մեր տիրոջ մարմինը
Այս ոչ, իսկ եթե գողացել է։ Բայց մեր Տերն ասում էր. հավատքով մնանք և դժվար պահերին գլուխներս չկորցնենք։ Չէ՞ որ հավատքը դժվար պահին է երևում։ Այս ոչ, իսկ եթե գողացել են, ով կարող էր նման բան անել, կողում էր դա հարկավոր։ Այս ինչ է, դատարկ է գերեզմանը, ուր է իմ տիրոջ մարմինը, միթե վերարան որտեղ կընտրեմ, ես ում հարցնեմ, ում կանչեմ, որ ինձ օգնի։ Էլ չեմ կարող հոգիս լրացնել, էլ չեմ կարող առանց նրա տվեք մարմինը իմ տիրոջ։ Էլ չեմ կարող հոգիս լրացնել, էլ չեմ կարող առանց նրա տվեք մարմինը իմ տիրոջ։ Իմ տիրոջ մարմինը։ Հարցես գիտեմ ինչ անեմ, գնամ եղբայրներիս մոտ, գնամ նրանց պատմեմ։ Մեր Տեր Հիսուսը Եղբայրներ, կարծես թե դուրն են թափում։ Ով կլինի ես Վավառ Ավագյան։ չէ, ինչ դուր, չես տվա։ Եղբայրներ, ես եմ Մարիամը։ Նրան տուրը բացեմ։ Չէ, Վիգենա, սակայն ռոմեց ուղակ լինեն, կամ ռոմեցի զինվորներ են։ Եղբայրներ, այդ ես եմ ձեր քույր Մարիամը։ Պետրոս, սա հաստատ Մարիամն է, ես ճանաչեցի նրա ձայնը։ Ես գնում եմ տուրը բացեմ։ Մարիամ, ինչ է պատահել, Մարիամ։ Եղբայրներ, Ինչ է պատահել։ եղբայրներ, Որտեղից ես գալիս, Մարիամ։ եղբայրներ, մեր Տերը չկա։ Ինչպես է չկա։ Մենք գիտենք որ նա չկա, Մարիամ չոր միասին նրան թավեց։ Չէ, դա չեմ ասում։ Բայց ինչ ես ասում, Մարիամ։ Եղբայրներ, վաղ առավոտյան հաղթահարելով ծանր քիչերը ես գնացել էի գերեզման։ Մեր տիրոջ մարմինը չկա, կողացել է։ Ոչ թե չկա, Մարիամ, ինչ ես խոսում։ Անմենարև ո՞նց կարող է նման բան լինել։ Ինչ եք հավատում ինձ։ Պետրոս, Հովհաննես, դուք էլ չեք հավատում ինձ։ Ես գնում եմ գերեզմանում աչքերով պետք է տեսնեմ։ Ես էլ եմ գալիս, տեսեք Պետրոս, սպասիր։ Պետրոս, տես, Մարիամը ճիշտ էր ասում, քարը դլորված է։ Ինչու ենք կանգնել, արի ներս մտնենք։ Հովհաննես, գերեզմանը դատարկ է։ Ոչ, Տեր։ Մի պատիր այն, Պետրոս, սա մեր տիրոջ վարշամակն է,
Ես գիտեմ, նա այսպես էր ծալում։ Այո, իսկապես։ Մեր տիրոջ վարչամատն է։ Այսպես էր ծալում։ Տարաբանքը շատ է մեծ, երկարոտն է ինձ հաճում, աղ ինչպես ես դիմանամ, իմ տիրոջը նրան խաչեցրի, ով կի, ինչու ես խաչնում, նա այստեղ չէ, այ հարություն անա, հիշիր ինչպես էր Տերն ասում, որ մարդու որդին պետք է մեղավորների ձեռքը մատնվի, խաչվի և երրորդ օրը հարություն առնի։ Չէ, որ պետք է նրան հավատալ, չէ, որ պետք է նրան Ես իմ տիրոջն եմ խնդրում, խնդրում եմ ձեզ, եթե դուք վերցրեցիք նրան, ասեք ինձ ուր դրեցիք, որ ես գնամ իմ տիրոջ մարմինը վերցնեմ։ Մարիամ, Հիսուս, Հիսուս, դու ես, դու հարություն առա։ մի դիպչիրից, Մարիամ, ես դեր իմ հոր մոտ չեմ բարձրացել, բայց դու գնա հիմա իմ եղբայրների մոտ և ասա նրանց, որ ես բարձրանում եմ իմ հոր մոտ և ձեր հոր մոտ, իմ Աստծու մոտ և ձեր Աստծու մոտ։
կորքել էին հույսը, հավատքը վաղվա օրվա նկատմամբ, բայց նա մնաց հավատարիմ մինչև վերջ։ Նույնիսկ խավար գիշերն ու գերեզմանը չկարողացան նրան բաժանել Հիսուսից։ Նա հավատարիմ էր Տիրոջը, և նրան հարկավոր է միայն իր Տերը, Փրկիչը, ամեն բանից առավել։ Սիրելիներ, այսպես է գրված, որ պետք է Քրիստոս չարչարվի, խաչվի և երրորդ օրը մեռելների միջից հարություն առնի, և նրա անվանը հավատացողներին ապաշխարություն և մեղքերի թողություն տրվի։ Ուրեմն գնացեք, բոլոր ազգերը աշակերտեցեք, նրանց մկրտելով Հոր, Որդու և Սուրբ Հոգու անունով, նրանց սովորեցնելով, որ ամեն ինչ, որ ձեզ պատվիրեցի, պահեն, և ահա ես ձեզ հետ եմ ամեն օր, մինչև աշխարհի վերջը։